Բարև ձեզ, եթերում է Զեփյուռ ռադիոկայանը։ Դուք լսում եք Մարիամ Գևորգյանին, հեքիաթի դերը երեխաների կյանքում։ Հեքիաթը կարճ պատմություն է, ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ հրաշապատում ձևերով։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները, այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել։ Մարդիկ ցանկացել են իրականացված տեսնել հեքիաթներում։ Հեքիաթների բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստուն խոսքերը։ Հաճախ էլ իրար են խառնված իրականությունն ու երևակայությունը։ Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես լինում է, չի լինում, կար չկար, ժուկով ժամանակով, չգիտեմ որ երկրում, որ թագավորության մեջ։ Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես երկնքից 3 խնձոր ընկավ, նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է, նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելները, էպոս առածները։ Դա եղել է շատ հին ժամանակներում։ Հեքիաթները բաժանված են 3 մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում։ Այսօր զարգացված տեխնոլոգիաների դարաշրջանում երեխաների մեծ մասի մոտ հեքիաթները փոխարինվել են համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով։ Նրանց մոտ կարծես թե նկատվում է հեքիաթների քաղց, որ ցավոք սրտի չի զգացվում դրանց կողմից։ Հեքիաթը երեխաների համար գոյություն ունեցող միակ իրականությունն է։ Հեքիաթների սյուժեն ունի մի հիմնական գիծ՝ չարի և բարու պայքար, որի արդյունքում միշտ հաղթում է բարին։ Այս ամենը կարելի է ասել ձևավորում է երեխայի արժեհամակարգը։ Պետք է միշտ հիշել, որ երեխաները ունեն շատ նուրբ հոգի և զգացմունքներ։ Նրանց համար դժվար է հասկանալ ու ընդունել իրականությունը։ Երեխան չի հասկանում մեծերի վեճերը։ Նա մտածում է, որ եթե մեծերը վիճում են, ապա իրեն չեն սիրում։ Մեր իրականության տիրույթում նրանք այս ամենը չեն հասկանա, բայց իրականության իրենց տիրույթում հեքիաթում այս ամենը որոշ չափով հասկանալի է։ 2-ից 3 տարեկան երեխաների համար կարելի է ընթերցել այնպիսի հեքիաթներ, որոնց հերոսները կենդանիներ են, իսկ այդ տարիքից բարձր երեխաների և մեծերի համար կարելի է ընթերցել ամենատարբեր թեմաներով հեքիաթներ։ Հիմա լսենք մի հեքիաթ Ավետիք Իսահակյանի մշակմամբ, որ ավելի շատ առակ է հիշեցնում։ Արջն ու օձը։ Ինչպես եղավ, որ մի անգամ արջն ու օձը դարձան ընկեր։ Ընկեր դարձան բարեկամ, մեկը քնի, մեկը հսկի, իրար շահենք, իրար պահենք, ընկերովի կյանք վայելենք։ Այսպես ասին երդվեցին, իրար ազնիվ խոսք տվեցին։ Օձը արջին, արջը օձին, անցավ այս կերպ մի ժամանակ և շարունակ, երկու ընկեր սիրով սրտով նստան ելանքուն մտան, կարգով հերթով, սակայն օձի սողկը բեկ-բեկ դուր չէր գալիս արջի երբեք, ու մի օր էլ արջը ժայռին թիկներ տվել արև կողի, հանկարծ օձը ոլոր-մոլոր եկավ ասես գաղտագողի։ Վախ ու կասկածն առավ աղջին, ելավ կանգնեց նստած տեղում։ Ես ծոռոմոռ գնացողին ընկեր լինի թե կաթնախպեր, չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում։ Գոռաց այսպես և թաթն ուժգին դրեց սեղմեց օձի գլխին, ու մյուս թաթն օձի մարմնով մինչև պոչը քաշեց թափով, ապա մոտիկ հոսող գետին հանձնեց օձի անկենդան դին։ Եվ նայելով ջրերի հետ նետի նման սուրող օձին գոհ մրթմրթաց բեղերի տակ, այ, ընկեր էսպես շիտակ պիտի լինի։ Դե, շիպշիտակ գնա հիմա։